ժողովի համամասնական ցուցակի։ Իսկ ինչի արժանիքի համար պետք է ընտրեն, էլի, որովհետև եթե օրինակ հարցում եք անցկացնում, շատ դեպքերի շատ մարդկանց շատ դեպքերի չի ճանաչում պարզապես։ Ձեզ հասարակ բացացին ինչու պիտի ծառայեն։ Նախ պետք է ասեմ, որ ես կուսակցություն ընդգրկվել եմ 2016 թվականին։ Դրանից հետո եղել եմ անդամների փոխմարզպետը, ապա պատգամավոր, այս բանին այն պաշտոնում զբաղեցնում քաղաքական գործունեությունից ես շատ ավելի վաղուց եմ սկսել, դեռ մանուկ հասակից, հա, կարելի ասել։ Սա 4-րդ անգամն է, երբ որ ես առաջադրվում եմ ձեր ազգային ժողովի պատգամավորի տեխնատուր։ Քաղաքական գործունեություն վաղուց եմ ծավալել եւ այդ ընթացքում բավականին ակտիվ եմ գտնվել։ Այնուամենայնիվ, այն գործունեությունը, որ ես իրականացնում եմ թե այս բանին, թե մինչ այդ, ես գնահատում եմ բարձր եւ քաղաքացին դա տեսել է եւ տարբեր առիթներով արձագանքել է։ Ինչ գործընկերներ, ինչի համար ձեզ այն պիտի տան։ Բարի, ես կուսակցության վերահսկողության ժողովի անդամ եմ նաև ընտրվել եւ իմ նախորդ շրջանում կարելի ասել, հա, եւ իմ գործունեության ընթացքում ներկուսակցական աշխատանքներում բավականին ակտիվ եմ եղել։ Իսկ ժողովուրդը ձեզ ինչի համար պետք է հիշի, ինչի համար է հիշել, ինչ եք արել, որ ժողովուրդը պետք է ասի, գիտեք, ինքը մեր համար էս արել է, նրան պետք է հիշենք։ Եվ տեսեք, մենք հանդես ենք գալիս իբրև քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներ եւ հանդես ենք գալիս իբրև մեկ ամբողջական ուժ։ Ես չեմ ուզում անջատած լինեմ թե ինձ, թե որևիցե այլ անձի։ Ժողովուրդը պետք է հիշի քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը եւ կարծում եմ բազմաթիվ դրական առիթներ ունի եւ ունենալու է դեռ վստահ եմ հիշելու։ Իսկ դուք եկեղեցու դեմ շարժմանը մասնակցում եք, ձեզ կարծես թե չենք նկատում այնտեղ Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացած մասնակիցների կողքին։ Եթե խոսքը գնում է պատարակներին, ապա այո, պատարակներին մասնակցում եմ, այդ թվում այն պատարակներին, որտեղ որ վարչապետը անձամբ ներկա է։ Իսկ ինչպես եք վերաբերվում վարչապետի այն համեմատությունը, երբ որ ծայրահեղական իսլամի հետ համեմատեց հայ առաքելական եկեղեցին։ Ես ընդհանրապես կմեկնաբանեմ հետևյալը, որ հայ առաքելական եկեղեցում չպետք է լինեն գործակալներ, չպետք է լինեն անձինք, ովքեր որ հայ պետական շահին դեմ են աշխատում, օտարերկրյա երկրի գործակալներ են եւ իրենց առաքելության ոչ թե ծառայում են հայ ժողովրդին, ոչ թե ծառայում են Աստծուն, այլ նպատակներ են հետապնդում եւ եթե այդպիսի կան մեր եկեղեցում, մենք պետք է քայլեր ձեռնարկենք նրանց հեռացնենք։ Իսկ մինչ այդ դուք պատարակների մասնակցում էիք, թե նոր սկսեցիք մասնակցել։ Հարցը կարծում եմ այդքան էլ տեղին չէ, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու կարծում եմ հարցը այդքան էլ տեղին չէ։ Պարոն Վիկտորյան, ձեր վճարը ինչ միջոցներից եք խորտակել եւ ինչ միջոցներով եք վճարել։ Իմ աշխատավարձը։ Այդքան բարձր է ձեր աշխատավարձը։ Կարծում եմ, որ անդամավճարն է բավականին հաստ։ Աշխատավարձը բավականին։ Որ օրինակ այս նախախորհրդարանական ընտրություններում չի կրկնվի արդյոք քարակարի կերպարը, երբ որ ԿՊ-ն դնում էր դեպի հաղթանակ, ինքնավստահություն էր դրսևորում, բայց արդյունքում ապրում երկիրը վարորդների միջոցով հաղթանակ քարակարում։ Փոքր ճշգրտում իրենք դաշինքով էին մասնակցում, այնուամենայնիվ վստահ եմ, որ 26 թվականի համապետական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հաղթանակ է արձանագրելու, դա վստահ եմ եւ դրա մասին ցույց են տալիս նաեւ հանրության վերաբերմունքը մեր քաղաքական ուժի նկատմամբ, առավելապես վարչապետի նկատմամբ, դրա մասին խոսում են վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող խաղաղության գործընթացի վերաբերյալ աշխատանքները եւ կարծում եմ հանրությունը, ժողովուրդը անպայման հունիսին, երբ որ կգա ընտրության իր գնահատմամբ եւս մեկ անգամ քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը ուղևորի ազգային ժողով։ Իբրև իշխանություն։